Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կտրիչ Ներսիսյանը ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Պատմում են, որ այդ պահին, երբ որ ահաբեկչությունն արդեն տեղի էր ունեցել, մոտեցել են եւ հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել ազգային ժողովում, եւ Կտրիչ Ներսիսյանը ասել է սուս մնացեք, հանկարծ ոչինչ չասեք։ Եվ այդ պահից սկսած հոկտեմբերի 27-ի արյան վրա ձևավորվեց մի սրբազան դաշինք Կտրիչ Ներսիսյանի եւ Հայաստանը բորենու պես մասնատող արյուն ռուշտ իշխանության միջև։ Եվ այդ դաշինքը շատ հանգիստ եւ ծաղկուն կերպով գոյություն ունեցավ։ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարվեց 10 մարդ։ Եվ նորից Կտրիչ Ներսիսյանի եւ օլիգարխիայի քաղաքական եւ տնտեսական դաշինքը մազաչափ անգամ չերերաց։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հայ ժողովրդին որևէ կերպ չմխիթարեց ահաբեկչության հերթական ակտից հետո, որովհետև այդ սրբազան դաշինքը շատ ամուր էր ու հիմնված էր փողի վրա, ընդհանուր մեղքի վրա, պետության եւ ժողովրդի հանդեպ ընդհանուր մեղքի վրա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ նույն արյունարբու հանցագործները հերթական ահաբեկչական ակտն էին ձեռնարկում պետության դեմ, Կտրիչ Ներսիսյանը կրկին ու սուսի տված նույն խմբակի հետ պահանջում էր Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի հրաժարականը եւ սրբազան դաշինքը հերթական անգամ փորձում էր ռմբակոծել պետության հիմքերը։ Այս 3 շրջադարձային կետերում 1999 թվականի հոկտեմբերի 27, 2008 թվականի մարտի 1, 2020 թվականի նոյեմբերի 9 վճռական հանգամանքներն էր, որ Կտրիչ Ներսիսյանի եւ որոշ բարձրաստիճան հոգեվորականների եւ օլիգարխիայի միջև կար մի սրբապիղծ ամուսնություն։ Եվ այդ սրբապիղծ ամուսնության այլանդակ հետևանքը Հայաստանում հաստատված գողապետական համակարգն էր։ Եվ այդ համակարգի ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ այն ժողովրդին շրջանցել էր, որ ժողովուրդը այս պատմության մեջ ընդհանրապես գործոն չէր։ Եվ այսօր էլի նույն բանն է կատարվում։ Ինչ է այսօր կատարվում, պարոն Նազարյանը վերհիշեց 1045 թվականը։ Հայ բարձրաստիճան հոգևորականները հայ օլիգարխիայի հետ կամ նախարարական տների հետ դաշնակցելով 2 անգամ մատաղ են արել հայոց պետականությունը, Արշակունիների եւ Բագրատունիների թագավորությունը։ Եվ այս 2 անգամ էլ ժողովուրդը խաղի մեջ չի եղել։ Եվ դա հասկանալի էր, որովհետև այն ժամանակ կարգերն էին ուրիշ, ժողովրդավարություն չէր։ Բայց պետության կորստի 2 դեպքում էլ գինը վճարել է ժողովուրդը իր 100-ամյա, 1000-ամյա տառապանքներով։ Այսինքն եկեղեցու բարձրաստիճան պետերն ու օլիգարխիան պետության գլուխը կերել են եւ գինը վճարել է ժողովուրդը, որովհետեւ իրանք պահել են ինչ որ ունեին։ Այսօրվա իրողությունների շրջադարձային տարբերությունը գիտեք որն է, որ Հայաստանի հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, երբ որ եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում է մատաղ անի մեր պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է։ Ժողովուրդը խաղի մեջ է, ժողովուրդը գործոն է։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կա լեգիտիմ ընտրված իշխանություն եւ կա ժողովրդի եւ իշխանության դաշինք։ Էսա որ ուզում են քանդեն այս մարդիկ։ Էսա որ ուզում են էլի շրջանցեն ժողովրդի եւ պետության, ժողովրդի եւ լեգիտիմ իշխանության դաշինքը։ Որտեւ իմ մոտ միշտ հարց է առաջացել, լավ, խի Կտրիչ Ներսիսյանը բոլոր օլիգարխների, նախկին հանցագործ թալանչիների, արյունարբուների հետ լեզու գտնում է,
Հայաստանի ժողովրդի վստահություն ունեցող իշխանության հետ լեզու չի գտնում, ո՞նց ասենց։ Ո՞նց է, որ բոլորի հետ դու լեզու գտնում ես, բոլոր սրբապիղծների հետ լեզու գտնում ես։ Բայց ժողովրդի իշխանության լեգիտիմ վարչապետի հետ դու լեզու չես գտնում։ Ուրեմն խնդրեմը ժողովրդի հետ է։ Խնդրեմը ժողովրդավարության հետ է, որովհետև ամեն անգամ, երբ որ եկեղեցու պետերը գնացել են օլիգարխիայի հետ մատաղ են արել այս պետությունը, շրջանցել են ժողովրդին ու հետո հաշիվը փակել է ժողովուրդը իր հազարամյա տառապանքներով, այսօր ուզում են նույն բանն անեն։ Ու այս ամբողջ պատմությունը սա է։ Ամբողջ պատմությունը սա է ու ամեն անգամ փորձ է արվում ջարդել ժողովրդի եւ իշխանության միջև գոյություն ունեցող դաշինքը։ Ամեն անգամ։ Եվ ամեն անգամ նրանք իհարկե այս սրբազան, այսպես ասած, բայց իրականում արյունոտ դաշինքը հանդես է գալիս մի նոր կերպարանքով։ Եվ այսօր Կտրիչ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես, օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ եւ ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են այս վեղարի տակ որպես մարտագլխիկ, եւ այդ մարտագլխիկով ուզում են կրակել պետության վրա։ Եվ երեք այդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաեւ բանը, Հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որին այսօր Գառնիկ Դանելյանը մի մեծ խանդաղատանքով էր վերաբերվում, ասում է ես նրան չեմ ճանաչում, բայց ոնց որ թե հմայված էր Գառնիկ Դանելյանը միջև իր վերջին բջիջները բանով, այդ բարերարով։ Բա որ ժամանակին ձեր իշխանության ժամանակ գործարար բարերարներին ունեզրկում էին, խլում էին այդ մարդկանցից իրանց ունեցվածքը, իրանց քաղաքական գործունեության համար, բա ուր էիր, խեր պապանձվել։ Դու ու քո շեֆերը, բա ուր, բա խի չեք խոսում դրա մասին։ Հիմա այս ելույթը հաստատ լսում են ու լսելու են մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում, ովքեր որ թալանվել եւ ունեզրկվել են Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանության կողմից։ Մեծ խնդրում եմ այդ մարդիկ թող Գառնիկ Դանելյանին մի երկու բան պատմեն իրենց անցած ճանապարհի եւ իրենց ունեցած փորձառության մասին։ Էդ ուր էր Գառնիկ Դանելյանը այդ ժամանակ։ Չլինի ինքն էլ էր 23 տարեկան, ոնց որ այսօր ասում էին ինքը չէր հիշում, Եղոյանի մասին էին ասել։ Եկել եք ինչ եք խոսում, բան եք, խոսում եք վեհ արժեքներից, բարերարությունից, թե բա բարերար էր, մի անգամ դուք շնորհակալություն չա, լսեք հələ մի հատ որ վերցնենք նայենք թե այդ բարերարին։ Պետության սեփականությունից, ազգային հարստությունից ինչքան բան ա տրվել, շուկայականից 10 նապատիկ, 100-ապատիկ էժան գներով։ Հետո ինքը մի թուլափա ինչ որ միտեղ մի հատ բան ա սարքել, այսօր բերել եք էդի փորձում եք հասարակության վրա ծախեք։ Հա? Կամ խի եք բարերարության հույսին մնացել, այսինքն դուք ժողովրդին բան եք անում, ժողովրդին հարստահարում եք, կանգնեցնում եք աղքատության շեմին եւ հետո սկսում եք բարերարությամբ այդ ժողովրդին պահել այդ բան համակարգի մեջ, հա, անընդհատ ձեր ձեռքին նայողի մուրացիկի կարգավիճակում եք ուզել պահել։ Ու այսօր ժողովուրդը ինքը բնականաբար որպես ինքնիշխան քաղաքացի ինքնա տերը այս երկրի եւ ինքնա տերը ժողովրդավարության։ Եկել է եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին ասում եք, հա, բանը ինքը հանդես եկավ եկեղեցու աջակցությամբ եւ միանգամից սկսեցի քաղաքական հետապնդումներ, ոչ։ Ամիսներ առաջ ենք ազգային ժողովում հրապարակային հանրային քննարկումներ անցկացրել Հայաստանի էլեկտրական ցանցերի խայտարակ գործունեության վերաբերյալ, խայտարակ։ Բայց չեք տեսել, այն ժամանակ էլ ես հիշում եմ, որ մի երկու հոգի ճամարտակում էին, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հրահանգ է ստացել հեծի դեմ չգիտեմ ինչ անել։ Հանրային քննարկում ենք կազմակերպել, ուզում ենք հասկանայինք հեծը խի է մարդկանց հոսանքն այդքան անջատում։ Ինչ կապ ունի դա եկեղեցու հետ։ Ասենք որ բանը հոսանքի տատանումներից մարդկանց գույքը փչանում է, դա ինչ կապ ունի Կտրիչ Ներսիսյանի հետ։ Մի հատ ինձ կարաք բացատրեք։ Եկել Տիկին Խամանն ասում է, եկել եք ստե սրա նրա բանը, կուսության հարցն եք քննարկում։ Դուք եք սրա նրա կուսության հարցը քննարկում։ Նախ սրա նրա չի, ձեր վեհապարի մասին է խոսքը, սա մեկ։ Եվ երկրորդը կուսության չէ, կուսակրոնության, դրանք ռադիկալ տարբեր հասկացություններ են։ Կուսակրոնությունը դա մի հասկացություն է, որը պարտադիր պայման է կաթողիկոս ընտրվելու համար։ Հա? Սիրելի արենակիցներ, ես իհարկե նաև առիթ եմ ունենալու խոսել մեր խմբակցության անունից եւ մնացածը
խմբակցության ելույթի ժամանակ շնորհակալություն։